Էջմիածնի մայր տաճարում մայիսի 14-ի համբարձման տոնի առիթով մատուցված Սուրբ Պատարագից հետո տաճարի բակում տարածվեցին համբարձման տոնի խաղերգեր։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնում Սուրբ Տրդատ արքայի բաց խորանի հարակից տարածքում համբարձման տոնին նվիրված գեղանկարչության բաց դաս տեղի ունեցավ։ Հոգևոր տեսուչ Տեր Հարություն Վարդապետ Կիրակոսյանի, մանկավարժների, վարչական աշխատողների, հոգևոր սպասավորների առաջնորդությամբ այստեղ հավաքվել էին Երևանի ու Էջմիածնի հայորդյաց տների սաները։ Ես Մանուկյան Արևն եմ, համբարձման տոնին որոշել եմ նկարել մեր ժողովրդի մեջ ավելի հայտնի Ջանգյուլում խաղը, ներկայացնելով մանկությունը ու ժողովրդի խաղը, միասնությունը։ Նկարի մեջ ծաղիկներ ու կանաչը ավելի շատ եմ արել ու մուգ ֆոնը, որպեսզի երեխաները ավելի առաջ գան, ծաղիկները, կանաչը խորհրդանշում են գարունը։ Մայրաթորի մատենադարանի մուտքի մոտ տոնական համերգ տեղի ունեցավ։ Կատարումներով հանդես եկան հայորդյաց տների պարախմբեր, կրկեսի դպրոցի սաներ, դհոլահարներ, կանոնահարներ։ Մշակութային այս իրադարձությանը հետաքրքրությամբ հետևում էին Մայրավանքի այցելուները, զբոսաշրջիկները։ Կատարումների ընթացքում նաև համբարձման տոնին նվիրված խաղերգեր ներկայացվեցին, վիճակ գցեցին։ Այս վիճակը լավ նշան, սերը քեզ յուր կգա։ Տոնը երեխաների խաղերի մասին է, այս միջոցով փորձում ենք մարդկանց ուշադրությունը ավելի շատ դեպի այս տոնին գրավել։ Տոնախմբելով մենք կարողանում ենք նաև մեր ազգային եկեղեցական տոներին իրենց ավելի մոտ պահենք, սեփականը դարձնեն եւ այս մշակութային միջոցառումները ավելի է տպավորում, ավելի մեծ դաս է եւ իրենց հիշողության մեջ մնում է, որովհետեւ լսում են հոգեորականների խոսքը, մասնակցում են պատարագին, նկարում են այն ինչ որ դասերի ընթացքում սովորել են, օրինակ համբարձման տոնի մասին այն գիտելիքները ինչ որ ամբարել են, ամբողջը պատկերում են թղթի վրա, իսկ մշակութային երկու բարի երաժշտության միջոցով իրենք հասկանում են, որ դա մի գեղեցիկ հրաշալի ուրախ տոն է, որը պետք է տոնախմբես եւ մոտ լինես քո հայ առաքելական Սուրբ եկեղեցուն եւ դրա հետ միասին նաեւ քո հայրենիքին հողությունին ամեն ինչին։ Իրենք այն ապարներն են, որից միջից հայորդաց տները գտնում են ոսկին եւ ցույց են տալիս մեր ժողովրդին այն շնորհները, որ երեխաներ ունեն իրենց մեջ թարգնված, հայորդաց տները դրանք բացահայտում, գտնում եւ յուրովի կերպով ներկայացնում են։ Համերգային ծրագրից հետո հայորդյաց տների սաները հանդիպեցին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հետ։ Հայրապետը ողջունեց եւ իր օրհնությունը բաշխեց երեխաներին։ Հանդիպման ժամանակ խոսվեց եկեղեցական ու ժողովրդական տոների հանրայնացման մասին։ Վեհափար հայրապետը գնահատեց ու արժևորեց երեխաների ջանքերը, մանկավարժների աշխատանքը, կազմակերպչական գործընթացներում ներգրավված վարչական աշխատողների գործունեությունը։ Հայորդյաց տները հայոց հայրապետի տեսլականով ստեղծված կառույցներ են, որտեղ երեխաները ուսանում են արվեստների, արհեստների, սպորտի, լեզուների դասարաններում հոգևոր ու մշակութային գիտելիք ձեռք բերում ողջ կյանքի համար։